Սկսենք մեր աշխատանքային քննարկումը, օրվա թեման կյանքը հունիսի 7-ից հետո, ներկայացնեմ իմ հյուրերին Սաթիկ Սեյրանյան, ժուրնալիստների միության նախագահ, 168 ռամ կայքի գլխավոր խմբագիր, Սուրեն Սուրենյան, դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Էլինար Վարդանյան, այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր ազգային ժողովի պատգամավոր, Մենուա Սողոմոնյան, Հայաքվեն նախաձեռնության խորհրդի անդամ։ Եթե դժվար ներկայացրեցի, խնդիր չէ, որտեղ բոլորին շատ լավ ճանաչում ենք եւ մեր հանրությունը շատ լավ ճանաչում է, առաջին հերթին որպես մարդիկ, որպես գործիչներ, որոնք վերջի դժվար փուլերում 1 րոպե անգամ չզիջեցին իրենց սկզբունքները եւ եթե այսօր մենք ունենք քիչ թե շատ տանելի վիճակ, նաեւ այս մարդկանց շնորհիվ է, որոնք ցույց տվեցին, որ քաղաքացի լինելը նույնիսկ անմարդկային պայմաններում հնարավոր է։ Քննարկման թեման, ինչպես նշեցի, կյանքը հունիսի 7-ից հետո, ինչի դա որոշեցինք, որովհետև մենք խոսելու ենք մինչև հունիսի 7-ի մասին, երևի ավելի շատ, բայց ինչի դա որոշեցինք, որովհետև այս այլանդակությունը, որ հիմա կատարվում է եւ թափ հավաքում օրորի, այս այլանդակ մթնոլորտը առաջին հերթին նկատի ունեմ, ոչ մի լավ բան չի խոստանում եւ շատերից պահանջելու է լինել ավելի ճկուն, ավելի պինդ, ավելի սկզբունքային։ Ակնհայտ է, որ իշխանությունը որոշել այս վերջի 2.5-3 ամիսը առաջնորդվել ամեն օր նոր այլանդակություն տրամաբանության մեջ, որովհետև նա պարտվում է թե ծրագրային պայքարում, թե ստրատեգիական պլանավորման Հայաստանի այդ process-ում, որովհետև իր իսկ գցած իրականությունից, իր իսկ գցած փոսից դուրս գալու համար այստեղ ահռելի ինտելեկտուալ եւ մարդկային ռեսուրս է պահանջվում եւ լայն ընդդիմադիր, հավաքական ընդդիմադիր դաշտը, ես նկատի չունեմ նրանց, ովքեր ոչ միայն նրանց, ովքեր մասնակցում են ընտրություններին, այլև լայն ընդդիմությունը իմ հասկացողությամբ բոլոր այն մարդիկ են, ովքեր մերժում են այս իրականությունը եւ իշխանությունը պարտվում է այդ պայքարում, առաջին հերթին ծրագրային եւ պետության ստրատեգիական պլանավորման պայքարում։ Հետևաբար նա օգտագործում է երկու մարտավարական զենք՝ այլանդակություն եւ սուտ։ Եվ երեկվա դեպքը կարծում եմ մեր բանախոսներն էլ կնշեն, շատ խորքային բան տեղի ունեցավ եւ դա ցույց է տալիս ինչերի մենք կարող ենք առաջիկայում ականատես լինել։ Ես խոսքը փոխանցեմ Սաթիկ Սեյրանյանին եւ խնդրեմ եւ որոշակի վերլուծություն իսկապես ինչ փուլում ենք եւ իր պրոգնոզը դեպի ուր են գնում եւ իր խորհուրդները ինչ անենք, որ վատագույն սցենարներից խուսափենք, խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարցը իսկապես